Գողջունեմ ցեզ Տիրոջ անունով։ Բահեցողության առիթով 5 մտածումներ կբաժնեմ ձեր հետ։ Առաջին, յուրաքանչյուր բահեցող պետք է գիտնա և հիշե, թե բահեցողության գլխավոր և առաջնահերթ նպատակը նույն ինքն Աստծո ներկայության բացվելն է, Աստծո ներկայությամբ լեցվելն է։ Բահեցողությունը մեզի համար իր իմաստը, իր արժեքը կգործընծնե։ Եթե երբեք կդադարվենք նյութական հացեն, բայց չենք լեցվիր աննյութական հացով, Քրիստոսով։ Բահեցողությունը իր իմաստը կգործընծնե, եթե երբեք կհեռանանք երկրայինեն և սակայն չենք մոտենար երկնայինին և երկինքի սուրբ քաղաքալին մեր Աստծոյին։ Սիրելիներ, Աստված երբեք առանցին չէ, առանցին չզգար, բայց գուզե վայելել մեր ընկերակցությունը։ Աստված երբեք չի հոգնիր, բայց գուզե հանգիստ ընել մեր սիրտերուն մեջ։ Աստված երբեք փառք փառաբանություն չի պնդրեր, բայց գուզե, որ զինք փառաբանենք, որպեսզի Դադաստանի օրը իր փառքով մեզ զարդարե, բսակե, վարձատրե։ Աստված ամեն բան տված է և գուտա մեզի, բայց չուզեր, որ ոչ մեկ բան իր տեղը գրավե մեր կյանքին մեջ, մեր սրտին մեջ։ Այս է Աստված, սիրելիներ, մարդասեր Աստվածը։ Բահեցող յուրաքանչյուր անձ պետք է հիշե այս ճշմարտությունը, որ Աստված սեր է և իբր այդպիսին գուզե ճաշակվիլ, պնդրվիլ, սիրվիլ, փառաբանվիլ, պաշտվիլ մեր կողմէ։ Այո, բահեցող յուրաքանչյուր անձ պետք է հիշե, թե չի բավեր հեռանալ միսեն, գատնեղենեն, այլ պետք է մոտենալ Աստծո և անոր սրտին։ Պետք է Աստծո և մեր միջև ըլլա հայր և զավակի անգեղծ, մաքրամաքուր հարաբերություն, հաղորդակցություն։ Այնադեն միայն բահեցողությունը իր իմաստը կգտնե, երկինքը լեցնող Աստված կուզե նաև մեր սիրտը լեցնել, և մենք այդ փափագը պիտի հայտնենք իր ներկայության, հատկապես բահեցողության ժամանակ։ Երկրորդ, բահեցողությունը և եսը։ Բահեցողության ժամանակ մարդը պետք է խորտակե, ջզմե իր եսը, պետք է սպանե իր անձին մեջ եսը, մարդը պետք է իր մարմինին մեջ մարմինը սպանե, մարմնավորը սպանե, պետք է իր մարմինին մեջ սպանե մարմնի քերությունը, ստրկությունը, փառասիրությունը, եսասիրությունը, ինքնասիրությունը, ուրիշներուն ներկայության երևելի դառնալու իր փափագը։ Բահեցողության ժամանակ մարդը պիտի ուզե կանգնել միայն ու միայն Աստծո ներկայության, երևիլ աներևելին ներկայության ու տեսանելի դառնալ անտեսանելի Աստծո ներկայության համար միայն։ Բահեցողությունը արիթմն է, որ մեր մարմինը
խեղճանա, դգարանա, նոսրանա, և մենք անդրադառնանք, որ մենք ոչինչ ենք, ոչնչություն ենք Աստծո ներկայության, որպեսզի կարենանք հայտարարել, թե Աստված է ամեն ինչ, ամեն բան մեր կյանքին մեջ, բայց արիտ պետք է ելա մեր խեղճությունը հայտարարելու, ճանչնալու, փառավոր Աստծո ներկայության, մեր փոքրությունը հրապարակելու, Աստծո մեծության դիմաց։ Երրորդ, մահեցողությունը և մարդը, այո սիրելիներ, մահեցողությունը արիտ է, որ մենք փոխվենք մեր վերաբերմունքին մեջ, մեր վարմունքի մեջ, մեր նմանին հանդեպ, մեր եղբոր հանդեպ, մեր կրոջ հանդեպ, փոխվենք մեր նմանին մասին, մեր մտածումներուն մեջ, մեր գործելակերպին մեջ, մեր մտածելակերպին մեջ։ Մարդը Աստծո պատկերով ստեղծված է, պետք չէ ցավցնենք մարդը, որուն համար Աստված ցավեր գրեց, պետք չէ վիրավորենք մարդը, որուն համար Քրիստոս վերքեր գրեց, պետք չէ անդեսենք մարդը, որուն համար անդեսանելին Աստված դեսանելի մարմինով հայտնվեցավ, դեսանելիներուս մեջ ապրեցավ, պետք չէ անարգենք, նախադենք, արհամարհենք մարդը, որուն համար Աստծո որդին անարգվեցավ, նախատվեցավ, արհամարվեցավ, պետք է արժենք դա մարդուն, մարդը Աստծո համար ավելի արժեք է, գեղեցիկ է, թանկագին է, կան մոլորակները, կան երկինքը, և այդպիսին պետք է լա մարդը նաև մեզի համար։ Մահեցողությունը իմաստ չունենար, սիրելիներ, եթե երբեք մենք գանարկենք մեր նմանը, որ Աստծո նմանությամբ ստեղծված է, իմաստ չունենար, եթե գվիրավորենք մեր նմանը։ Չորրորդ, մահեցողությունը և աղքատը, սա ամենակարևոր գետերեն մեկն է։ Գարտացեք Եսայի մարգարեության 58-րդ գլուխը, հոն մեզի ցույց կտրվի, թե ճշմարիտ մահեցողությունը աղքատին հասնելն է, աղքատին օգնելն է, անոթին գշտացնելն է, ծարավին ջուր տալն է, սգավորը մխիթարելն է, ինգածը ոտքի գանքնելն է։ Այս է մահեցողությունը։ Մահեցողության ժամանակ մեր անոթի մնալուն նպատակը ուրիշ անոթի մը գշտացնելն է։ Երբ մենք մեզ գզրգենք մեր սիրած մեկ բանեն, գեղեցիկ բանեն, ադգա պետք է տանք զրգյալին։ Մահեցողության ժամանակ, երբ գանոթենանք, գծարավնանք, գտարաբինք, գչարչարվինք, գնեղվինք, գծավինք, ադգա բաջար մնե, արիտ մնե, որ մտածենք չարչարվողին մասին, անոթին մասին, ծարավին մասին։ Այո սիրելիներ, մահեցողության ժամանակ, երբ զրգակներ գգրենք, պետք է ադգա արիտ ու բաջար դառնա, մտածելու զրգյալներուն մասին և բամ մընելու անոնց համար։ Նայեցեք սիրելիներ, եթե մեկ շաբաթ զոմ գբայենք, 40 օր մահեցողություն գնենք, այդ բոլորը իմաստ չունենար, արժեք չունենար Տիրոջ մոտ, եթե այդ 40 օրերու ընթացքին կամ մեր մահեցողության ժամանակ չենք մտածեր չունեցողին մասին, չենք օգներ աղքատին, չենք հասնիր գարոդյալին, չքավորին, գարիկի մեջ եղողին, եթե անոնց համար բամը չենք կներ, մեր մահեցողությունը կգրկնեմ իմաստ չունենար, ոչ մեզի համար, ոչ Տիրոջ համար։ 5-րդ է վերջին, մահեցողությունը և մեղքերու խոստովանությունը։ Շատ մահեցողներ կան, որոնք սկսին 40-օրյա մահեցողության առանց իրենց մեղքերը խոստովանելու, առանց աղոթական կյանք ապրելու,
առանց Աստծո մոտենալու, առանց իրենց մեջ եսը սպանելու, առանց իրենց նմանը սիրելու, առանց աղքատին օգնելու, իմաստ չունենար բայեցողությունը, բայեցողությունը արիթմը պետք է լա խոստովանելու մեր մեղքերը, հրաժարելու մեր մեղքերեն, սպանելու մեր մեղքերը, մերցնելու մեր մեղքերը, իսկ մեր մեղքերը ինչպես կմերցվին, խոստովանությամբ, խոստովանված մեղքը գմեռնի, խոսքս անհատական խոստովանության մասին է, խոստովանված մեղքը կգործընծնե իր զորությունը, իր իշխանությունը, իր բռնագալությունը մեր կյանքին մեջ, խոստովանված մեղքը Աստված կնետե իր գրագին ետին, խոստովանությամբ հրապարակենք մեր մեղքերը, եթե ոչ մեր մեղքերը իրենք մեզ պիտի հրապարակեն դատաստանի օրը հրապարակավ, խոստովանությամբ մեր մեղքերը Տիրոջ աչքերուն առջև, Տիրոջ ներկայության սփռենք եւ քավություն ներում հայցենք, եթե ոչ դատաստանի օրը Տերը ինք մեր մեղքերը պիտի դարածե մեր աչքերուն առջև։ Եկեք սիրելիներ, խոստովանությամբ մաքրվենք մեր մեղքերու աղդեն եւ մաքրված մեկնինք օրմը այս անմաքուր աշխարհեն դեպի մաքուրներու աշխարհը, օրնյալ եւ օրնապեր մահեցողություն կմաղթեմ։